9:30 հանրայինի եթերում ուղիղ եթերի ժամ է բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, այո 9:30 եւ օրն էլ շաբաթ է, դա նշանակում է, որ երաժշտական առավոտն է հանրայինի ուղիղ եթերում։ Բնականաբար իր հերթին էլ դա նշանակում է, որ լայվն է գործարկված։ Այսինքն ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել։ Արդեն երկար տարիներ յուրաքանչյուր շաբաթ առավոտյան 9:30-ին իհարկե երաժշտական առավոտն է ուղիղ եթերում, իսկ դա նշանակում է, որ ձեզ է սպասում ժամ ու կեսանոց կենթանի ռադիոհամերգը։ Այսօր հրաշալի համերգ է մեզ սպասվում, որովհետև այսօր ելույթ ունեցողները երգիչներ չեն, արտիստներ են։ Այո, հենց այդպես, որովհետև մենք գիտենք առավելապես մյուզիկալ ժանրը որքան տարածված ու սիրված է, եւ երբ արտիստներն են երգում, այդ երգերին տալիս են մեկ այլ շունչ, որովհետև այնտեղ կա արտիստիզմ, այնտեղ կա դերասանական փայլուն խաղ, այնտեղ կան շարժումներ, մի խոսքով Նաև չհեռանալով թատրոնի միջազգային օրվանից, դա էլ ասեք։ Դրանով է պայմանավորված, որ մեզ մոտ այսօր արտիստներն են հյուրընկալվել։ Չենք մոռանում, որ մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն էր եւ ամեն տարի թատրոնի միջազգային օրը տեղի է ունենում թատերական աշխարհի լավագույն, այսպես ասած, հայաստանյան մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ընտրվում են տարվա լավագույնները եւ բնականաբար այդ կերպ էլ տոն դարձնելով թատերական աշխարհի բոլոր ներկայացուցիչների համար մենք էլ ենք ուզում տոն դարձնենք թե մեզ համար, թե արտիստների համար եւ թե ձեզ համար, սիրելի ռադիոլսողներ։ Եվ այսօր տաղավարում մեզ համար լավագույններն են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Գևորգ Դավթյանը, Մարիամ Գրիգորյանը եւ Աննա Մովսիսյանը։ Ձեզ ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի արևոտ, առավոտ։ Ահա։ Եվ այսպես ասելով բարի լույս, ողջունում ենք մեր արտիստներին, լավ եք։ Հրաշալի շատ։ Մենք էլ ենք շնորհավորում ձեզ պրոֆեսիոնալ մասնագիտական այո, տոնի կապակցությամբ։ Քեզել։ Այո։ Իհարկե։ Ես համեստ ինձ Ի վերջո լռում ես դու, բայց դե հոգում սիրտս այսպես թրթռում է։ Ի վերջո 7 տարի թատրոնում աշխատելը դա քիչ ժամանակահատված չէ։ Այն էլ Եվս որ Պարոնյան։ Այո, այն էլ Պարոնյան թատրոնում, այո։ Ինչպես նշեցիք տոնը։ Տոնը Ինչ եք արել, ճիշտ ասեք։ Ահա որ աշխատանքային միջավայրում, ահա որ Պարնեիք։ առավոտ ժամը 10-ից սկսված մինչև քանիսը, մինչև 7-ը թե 8-ը ժամը 8-ը մինչև որովհետև մեր թատրոնում պրեմիերայի ենք պատրաստվում ու ահա որ աշխատանքների մեջ էինք օրկեստր, խոր, բալետ, սոլիստներ բոլորը Հրաշալի աժիոտաժ նախանձելի ես կասեի, որովհետև այդ ժամանակ թեպետ ծանրաբեռնվածություն կա ֆիզիկական, բայց գեր հաճույք է ստանում ընթացքից, որովհետև կարծես արդեն վերջին ես մոտենում եւ բան չի մնացել, որ պիտի ներկայացնես հանդիսատեսին արդեն այդ գիտեք արտիստների կյանքը հեշտ է, ամենևին բնավ, գիտեք ինչքան են տանջվում, ինչ երկարատև աշխատանք է, մինչև դուք տեսնում եք վերջին արդյունքը, չէ՞։ Տալիս են, իհարկե, 1.5 ժամում վայելում են ու թողում։ Ծափեր են տալիս ու գնում են։ Ինչու՞, ծափարում են, ծաղիկներ են ձեզ տալիս, ծաղկեփնջեր, ժպիտներ, էներգիա է վերջո։ Իհարկե, մենք չենք էլ դժգոհում, մենք մեծ հաճույքով աշխատում ենք, ասեք, մենակ ես չեմ խոսում։ Իրականում դա շատ հաճելի փաստ է, որովհետև դա արդյունքն է արդեն այդ ծափերը, իսկ առհասարակ այդ աշխատանքի ընթացքը մեր ամենասիրելի պահն է։ Ներկայացումը երևի այդքան չենք սիրում, այդքան չէ, ինչքան այդ փորձերի process-ը, որը որոնողական, փնտրողական, ճանաչողական, այդ ճանապարհն է, այդ ընթացքը, որը ամենահետաքրքիրը։ Եվ վերջում երբ վարակույրը փակվում է։ Հա, այդ ամենասիրելի պահը։ Լուրջ ես ասում, որ տխրում ենք այդ ժամանակ։ Տխրում եք։ Տխրում ենք։ Նշանակում է, որ ամեն ինչ ավարտվեց արդեն։ Բայց գիտենք որ նորից է սկսվելու։ Բայց ավարտվում է, որ հետո նորից սկսվի։ Իսկ երբ բացվում է վարակույրը, այդ ժամանակ ինչ է, ուրախություն, հուզմունք, թե հուզմունք։ մի քիչ էլ լարվածություն, չէ՞, որ լավ պատասխանատվություն։ Ժողովուրդ կներեք ինձ անհամեստ, Չի հուզվում։ բայց ես երբեք Չի հուզվում։ ես երբեք հուզումը չեմ զգում եմ այնքանը, որ պարտավորված եմ, եթե գիտեմ դերը, գիտեմ իմ մեխանիզմը աշխատանքի այդ 1.5 ժամվա ընթացքում, ես պատրաստ եմ դա կատարել, ոչ թե հուզվել։
Դե դու մի քիչ ուրիշ ես, ոնց ասենք, տարօրինակ ես, լավ Տարօրինակ, առումով, Իդեպ լույս ջան կներես նորից էլի անհամեստություն, դու սկզբից ասացիր մենք երգիչներ չենք, մենք պրոֆեսիոնալ երգիչներ ենք ու պրոֆեսիոնալ դերասանական կրթություն։ Հիմա դերասան թե երգիչ կողմնորոշվեք։ Մի րոպե, մի կռվի, սպասիր։ Զուտ բառն է երևի մոռացել, զուտ երգիչներ չեն, որովհետև երկող դերասանները ենթադրում է ինքնաբերաբար, հա, որ երգում են։ Ուրիշ կոնտեքստում էր իմ ասածը եւ ընդունեք իմ ասածը որպես կոմպլիմենտ։ Ես չեմ նեղացել, շնորհակալություն։ Խնդրեմ։ Չբացելով փակագծերը, ահա։ Իզուր չէր, որ ես նշեցի մյուզիկալ ժանրը, գալով նրան, որ զուտ ուղակի երգիչ չեք դուք երգիչներ չեք, այո, դուք ուղակի երգիչներ չեք, դուք արտիստներ եք։ Բեմում երգող, պարող, շարժվող արտիստներ։ Մեծ արտիստուհի ես, ընտիր ձևակերպ։ Ես երգել չգիտեմ, նորմալ։ Եթե երգել իմանար, հիմա կլներ ձեր կողքի։ Չէ, ես այնտեղ եի, այնպես չէր, որ այնտեղ չէ։ Ես կարող եի այդ ընթացքում բերանս բացել, փակել, իբր իրենց դամ եմ պահում, բայց չէ։ Դա այդպես չի լինում, հիմա պետք է երգեն։ Հիմա այդպես չի։ Վստահեցնում եմ, եթե կարիքը լինի, Լուսինեն հաստատ։ Լավ էլ կերգի։ Հա, հաստատ, կերգի էլ կպարի էլ, ես դա չեմ կասկածում։ Բարելը չենք քննարկում։ Հաստատ։ Լավ, վերադառնանք մեր այսօրվա եթերին, չբացելով փակագծերը, բայց խնդրեմ ասեք ի վերջո ինչ է մեզ այսօր սպասվում ժամուկեսվա ընթացքում։ Կարող ենք տոնական համարել այսօրվա եթերը, թե սովորական։ Ձեզանից է կախված։ Շատ ուրախ առավոտյան, ինձ համար երեկոյի արդեն ես դեռ քնած եմ։ Դեռ քնած։ Ոչինչ։ Ես շատ լավ քնել եմ, շատ լավ արթնացել եմ, իմ համար Նախաճաշել եք կարելի երևի։ Աջան։ Նախաճաշել եք կարել։ Ոչ, ես նախաճաշում եմ սև սուրճով եւ աղցրավենիքով արևի տակ։ Բացօթյա։ Ոչ, պատուհանի։ Ռադիոտան մոտ։ Ռադիոտան մոտ վայելում ենք ուղիղ ճառագայթները մեծ հաճույքով։ Մենք դա տեսանք, մենք դա հասկացանք։ Մենք ֆիքսեցինք։ Լայվը գործարկված է, միացեք մեզ։ Արդեն բարի լույսեր կան, բազմաթիվ մեր ռադիոլսողները ոչ միայն արթնացել են, այլև ակտիվ են։ Էդիկ Բաբուջյան, Վայ Արապետյան, Արտակ Մխիթարյան, Գայանե Աղայան, բոլորը մեզ ասում են բարի լույս, հարգելի հյուրերին են ողջունում։ Շնորհակալ ենք, որ ակտիվ եք, այնպես որ կարող ենք սկսել մեր այսօրվա թատերական տոնական ռադիոհամերգը։ Թե ովքեր են այստեղ մեր հյուրերը, ես վստահ եմ այսօր լինելու է շատ այսպես հրավառություն է լինելու։ Դե տեսնենք, լինելու են տարատեսակ էմոցիաների տեղատարափ է լինելու, ճիշտ եմ, չէ։ Այո։ Անհնար է ուղղակի։ Այսպիսի խոսքերից հետո ինչպես կարող ես վերջ չկենալ եւ չերքել։ Լավ ելույթ չունենալ։ Բայց մենք ակնկալում ենք, որ մեզ հետ անպայման պիտի երգեք։ Ձեր մասին մտածելով չեմ երգում, էլի զուտ։ Կերքենք, չմտածենք, կերքենք։ Ինչ ենք լսելու առաջինը։ Առաջինը մենք պատրաստել ենք մեր աննման սիրուն արևավառ Երևանի մասին։ Հրաշալի։ Հարգարժան Ֆորշի ստեղծած հրաշք երգը մտածեցինք, որ այդպես ճիշտ կլինի Երևանով սկսել։ Իհարկե, մեր ամբողջ ցանկում ներառել ենք ես հատկապես ներառել եմ թատերական ստեղծագործություններ, մյուզիկլներից հատվածներ, համեմ ենք եւ ներկայացումներից եւ այն երգերից, որոնք որ սիրում ենք, դրանք շատ են, դրանք ուրախ են լինելու, դրանք Թեժ է լինելու։ Այո, թեժը հաստատ թեժ է լինելու։ Ալվան ծաղիկը չմոռանաք։ Ինչը։ Ալվան ծաղիկը չմոռանաք։ Ում Ալվան ծաղիկը։ Ձեր։ Մուլտֆիլմը։ Ձեր։ Երկելու մասին է խոսքը։ Տիգրանը առավոտից։ Հասկացա, մեր առավոտից ասում է Ալվան ծաղիկը այսօր լսելու ենք։ Ու պարզվեց, որ այո, լսելու ենք։ Բայց չբացենք փակագծերը, եկեք սկսենք։ Խնդրեմ։ Գնացինք։ Արև նվիրենք ու մի քիչ էլ սեր մեր քաղաքը կստացվի Երևանը մեր բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք հարազատ ամեն փողոց ու ամեն մի պարկ ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
քեզ համար քեզ նոր ու միշտ քեզ հետ իմ Երևան քեզ հետ իմ Երևան Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Մայրասենով քաղաքի մորպես գուրգուրենք մեր ժպիտն ու ջերմ խոսքերը սերը նվիրենք ամեն քաղաք աշխարհում զարգող սիրտ ունի Երևան սրտից բացի ինչ ունի Երևանը Դու ունես հոգի Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ քեզ համար քեզ նոր ու միշտ քեզ հետ իմ Երևան քեզ հետ ենք Երևան Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Ես լույս գիտես ամեն անգամ երբ որ Երևանից դուրս եմ գալիս ուրիշ քաղաք եմ գնում դա տևում է ընդամենը 7 օր մաքսիմում ու հետո երազում եմ երբ պիտի ինքնաթիռը գա Երևանից վրայով պատտվի ու իջնենք Երևան Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ քեզ համար քեզ նոր ու միշտ քեզ հետ իմ Երևան քեզ հետ ենք Երևան Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Երևանը ես եմ Երևանը ես եմ Երևանը մեզ է Դու Երևան ես Տիգրանն էլ եւ մնացած բոլոր ովքեր որ նայում են լսում են Երևան ենք թե մենք բոլորս Երևանն ենք Երևանը մենք ենք Երևանը մենք ենք Երևանը մենք ենք Երևանը տուն ու շենք չէ Երևանը մենք ենք Երևան անկես սիրելը չգրված օրենք է Երևանը տուն ու շենք չէ Տեսնում եք, որ ասում է կերքի Հաստատ կերքի Դա բարություններ են հնչում ձեզ համար Այո, շնորհակալություն Այստեղ on-line արտակում Նելի Շարաֆյանն ասում է բարի օր բոլորին ինչպես միշտ սա սիրված երգ մեր Երևանի մասին Այո, հաճախ հաղորդվող, հաճախ երգվող Ոմանց համար Երևան, ոմանց համար Լոս Անջելես Ոմանց համար Գյումրի, ոմանց համար Վանաձոր, Լոս ոմանց Անջելես համար Իհարկե Չէ, Գլենդել Կարա լինի Ան ջան, ինչու գնացիր այդքան հեռու Հայությունը եւս այնտեղ Եկեք բոլորիս համար լինի Հայաստան Հա, էլի, արի հեռու չի, թեպետ ջերմ ողջուներ բոլոր մենայ ռադիո լսողներին, ովքեր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, կարոտել են Հայաստանը ու կարոտով հետևում են մեր ծրագրին։ Ջերմ ողջույններ ձեզ, եղեք ակտիվ, գրեք, եթե մեր երաժշտական առավոտի շնորհիվ ինչ որ չափ հարատում եք ձեր կարոտը, դա էլ է չէ՞ շատ կարևոր բնականաբար։ Այո, չէ՞ որ մենք կամուրջ ենք հանդիսանում աշխարհասփյուր հայության միջև, այո, մի քիչ վեր թողենք։ Կամրջում ենք քաղաքներ, երկրներ, որտեղ հայեր են ապրում։ Այո, ինչու՞ չէ։ Ներկայացումների մասին մի քիչ խոսենք, ասացիք, որ շատ խառն եք, թեժ է, որովհետև պրեմիերա պիտի հանձնեք։ Այո։ Ինչ ներկայացում եք պատրաստում
հանդիսատեսին մատուցել։ Ներկայացումը կոչվում է Prime Time։ Յո։ Իսկ ինչու անգլերեն։ Այդպես ստեղծվել է այդ մյուզիկլը, ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում, դա ռուսական մյուզիկլ է, որը նվիրվել է մեր թատրոնին։ Անգլերեն անվանումով։ Ոնց նվիրվել է։ Այո, բացարձակապես բոլոր իրավունքներով հեղինակային եւ անգամ թույլ է տրվել, որ ներկայացումը կուպյուր արվի, այսինքն բեմադրվի այնպես, ինչպես որ բեմադրիչը ուզում է, իսկ բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է։ Այո։ Բայց մի բանում շատ շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին, որ բոլոր երաժշտական համարները պահպանվել են, բացի այն, որ լիբրետոն կտրտվել ու դարձվել է մեզ համար։ Հարմարացվել է, հա, ճիշտ եմ հասկանում։ Ահա։ Իսկ հիմքում ինչ է Prime Time-ի։ Ով կասի։ Prime Time-ը դա մրցույթ է երգի, որտեղ հավաքված են տարբեր բնավորության եւ խառնվածքի տեր մասնակիցներ։ Շատ վատ է, էլի։ Վերջում բոլորը վիճում են իրար հետ, հետո։ Այդ մրցակցությունն է։ Մազերի պես շատ ջուջ մրցույթ է լինելու, որտեղ իհարկե ներգրաված են լավագույնները, որը ոմանք նաև չկարողացան ներգրավել, որտեղ այդքան դերեր չկար, շատ լավեր ունենք, այո։ Ներկայացումը իրականում հեռուստատեսության գեղեցիկ կապույտ եթերից այն կողմ գտնվող իրականության մասին է, թե ինչ է տեղի ունենում Ետնաբեմում, այո, Լուսինե ջան, ով ինչպես է աստղ դառնում, այո, Ված չի։ Հա, հետաքրքիր է, չէ, ասա։ Ես տեղադրեցի ձեր լուսանկարները մեր գործեր անում էլի։ երաժշտական առավոտի։ Մի բան ավելացնեմ, ասեմ, որ ամբողջ բառերը թարգմանել է Գևորգը, երգի հայերեն տարբերակով, որը շատ հարմար է եւ շատ լավ է ստացվել, էլի։ Տարօրինակ, բայց տաղանդ։ Բոլոր տաղանդներն են տարօրինակ։ Գիտեմ, հա, դա նորմալ անհնար է։ Դա նորմալ է, չէ։ Դա նորմայի մեջ է։ Օնլայն հարթակում Դավիթ Ղուկասյանը ասում է բարի եւ արդյունավետ օր բոլորիս։ Վիոլետա Պետրոսյանն ասում է այո դուք եք այն վարկենական կամուրջը հայրենիքի հետ։ Բարի լույս Հայեր ջան, ջերմ ողջույններ։ Բարևներ բոլորիդ եւ շատ կարոտած Երևանի։ Սիդնեից գրում է Սուրբիկ Նիկոլա անունով օգտատերը։ Տեսնում եք, Սիդնեն էլ է մեզ հետ փաստորեն։ Այո, Տիգրանը անհամբեր սպասում է, երբ պիտի իրեն գրեն ծիծիկակայից, դեռ չեն գրել։ Մենք էլ ենք անհամբեր սպասում, որովհետև միայն այդտեղից մեզ չեն գրել, մնացած հատվածներից մեզ գրել են, քանի որ ամբողջ աշխարհում հայեր կան։ Եվ հայերը մեզ լսում ու դիտում են, իսկ դա մեզ միմիայն երջակացնում ու ուրախ։ Այնտեղ էլ վստահ կա, պարզապես ռադիո չկա երբ։ Իհարկե։ Դե հա, գուցե ռադիոյի հարցը չի կա, գուցե կապ չկա, ինտերնետ չկա եւ այլն։ Մի խոսքով։ Ցանկություն է պետք եւ այդ աղունիկով թող ուղարկեն իրենց չերվողջ։ Ինչի էլի։ Ես թատրոնից ներկայացումներից խոսեցինք, ուզում եմ խոսել հանդիսատեսից։ Այսօր այն օրն է, երբ դուք ունեք հնարավորություն օգտվելով խոսափողից դժգոհել կամ ինչու ոչ հակառակը գովերքել մեր հանդիսատեսին։ Ինչպիսին է այսօրվա մեր հանդիսատեսը եւ ինչ է փոխվել այ անցած տարիների ընթացքում։ Ասեմ չէ։ Իհարկե։ Միանշանակ ոչինչ չեն կարող ասել, լավն է կամ վատն է, որովհետեւ մենք ենք կրթում հանդիսատեսին։ Այ կրթվում է թե ոչ։ Այդ տարիների ընթացքում կրթվել է։ Ես կարծում եմ, այո։ Այո։ Մաստակցամում է, հեռախոսով խոսում է։ Անպայման կան դրանք, բայց գնալով դրանք չանում են, պակասում։ Եվ պարկասում։ Երբ որ ժամանակին ասում էին, որ վատորակ երաժշտություն եւ այլն, ասում էին դա է, այսպես ասած, փողաբեր, դա էլ հնչեցնում ենք։ Ես միշտ ասում եմ, ոչ, դու ես թելադրում եւ ճաշակը Եվ թե ինչ մատուցես, այդպես էլ կգնա կընտրի հասարակությունը, քո մատուցածից կընտրի հասարակությունը։ Այս պարագայում դուք փաստորեն Այն ինչ եք անում, բեմահարտակից ասում եք դուրս արի դահլիճից։ Եթե ներկայացումը թույլ է տալիս,
Անպայման դա հնարավոր է։ Ուրիշ հարց ծնվեց ինձ մոտ, որքան տոկոս է կազմում իմպրովիզը եւ որքան պիտի թույլ տա իրեն արտիստը իմպրովիզ անել։ Հատկապես երբ ֆորս մաժորներ են։ Գևորգի դեպքում երևի 100%։ Պրովոկացիոն հարցեր եք 100% չի։ Քանի որ ես ծանոթ եմ ներքին խոհանոցին ընդհանուր։ Գևորգի դեպքում տեսեք Մարիամի հետ մինչև Աննայի գալը մենք որ արև էինք ընդունում ռադիոյի դիմաց։ Հենց խոսում էինք իմպրովիզներից։ Գևորգը 100% դեմ է իմպրովիզը։ Գևորգը գերազանցիկի սինդրոմ ունի նա, ամբողջ տեքստերը իմանա։ Բնականաբար, որովհետև ժողովուրդը լավ ներկայացումը լավն է մնում 21 տարի հետո էլ եթե նրան ոչ ոք ոչնչով ձեռք չի տալիս։ Երբ ռեժիսորը բեմադրում է իր տեսլականը ու դա այդպես էլ մնում է։ Ասում է լավագույն պրոդուկտը նախապես պատրաստածն է։ Դե եթե ֆորս մաժոր ոչ մի խնդիր, ընկերոջը օգնել, հա, խաղանկերոջը օգնել, տեսարանը սիտուացիան, այո, օքեյ, բայց երբ որ դու ամեն ներկայացմանը փորձում ես քո իմպրովիզացիան անել ու մտածելով որ դա ամենալավ բանն է որ կարար լիներ, դա իրականում այդպես չէ։ Դա արդեն լյա մաժորն է, ոչ թե ֆորս մաժորը, այլ համաձայն եմ Տիգրան ջան։ Համաձայն։ Շատ լավն էր լյա մաժոր։ Պատմեք կիքսեր, որ տեղի են ունեցել բեմում ֆորս մաժորներից, մի քանի դեպք պատմեք։ Դրանք ամենաուրախն են որպես կանոն։ Մեր պարագայում կիքսերը նա է, որ ուղղակի միկրոֆոնը անջատվում է։ Ընդհանրապես։ Բայց ձեզ պետք է միկրոֆոն բեմում։ Հա, բա ոնց երկու մյուզիկլների դեպքում Տիգրան ջան։ Ակուստիկաներում։ Չէ, եթե երգեցողության տեսակը փոխվում է, դառնում է էստրադային, ինքը շնչով ավելի քիչ էներգիա է տալիս քեզ, որ հասցնես մինչև վերջ, եթե դասական երգեցողության պարագայում է ներկայացումը, ապա առանց միկրոֆոնի ոչ մի խնդիր չկա։ Այստեղ ժանրից է կախված։ Միայն դա է, մի ասեք։ Չէ, ես կպատմեմ, մտածեցի աղջիկներ որ կաբլուկս է փոկվել, այդպես կոշիկի հետ կապված է միշտ լինում կիքսերը։ Կարող եք ձերբազատվել կոշիկից շատ գետ։ Ոտա կոշիկներն էլ են հանում, զգեստներն էլ են այսպես խաղում, որպեսի հանկարծ մեջքի հայց ցեպա։ Մի անգամ բան չլինի, եւ հիշում եմ մի անգամ երբ նոր էի ընդունվել, խանումի արարքները այդպեսի երաժշտական ներկայացում կար։ Ու շատ հուզված էի, որովհետեւ Վանիկ Մկրտչյան, լուսահոգի դերասան նրա հետ էի Մարիամ Աղազարյանի։ Մի խոսքով նոր է եւ ինձ համար այդ ամեն ինչը շատ անհասանելի մի բան էր։ Եվ հուզմունքից պիտի ասեի, ախր հայրիկ, ես սիրահարվեցի առաջին իսկ հայացքից, ասեցի, ախր ես սիրահարվեցի առաջին իսկ հայրիկից։ Ու այդ պիտի հայրս ասեր, ոտքը չտեսնեմ ու ես սպասում եմ այդ ռեակցիային ինչպիսին կլինի էլի, որովհետև սենց ապշահար ասեց, ու չի կարողանում ասի ոտքը չտեսնեմ էլ ու ծիծաղում էր, դե որ ծիծաղացին բոլորս ծիծաղացինք ու հա տեսարանը ինձ հետ էլ ես էլ երբ փոքր էի չգիտեմ դուք կայք թե չէ ես 16-17 տարեկան էի ում նկատի ունես դուք կայք հա աղջիկներին թե չէ մենք կայինք դուք հաստատ կայք շնորհակալություն կոմպլիմենտի համար Գևորգ ջան ներկայացման ժամանակ Կիմ Գուրգենիչին Արզումանյան կհիշի իհարկե ես աշխատել եմ քնքուշ սրտից պատուհասը բեմադրել էր մի գեղեցիկ օր դե այնտեղ ֆրաչնի ներկայացում էր ֆրակերով բան նեղ ուրեմն այնտեղ թռիչ կարեցի ու այսպես բացվեց շալվարս երկու կես եղավ դե թիկնոց ունեի թիկնոցով փակեցինք մինչև խաղացինք վերջացեցինք գնացինք իհարկե բոլորը հասկացան ինչա տեղ ունեցել հռհռոց ծիծաղ մեղիր մեզիցա մեուրը մի անգամ բեմի վրա աթոռներ են շեզլոնգները որ կան այն որ փակվում է այսպես անհաջող շարժում արեցի բեմի վրա նստած էի աթոռի վրա աթոռը փակվեց իմ վրա ու ես չէի կարող մի րոպե դու էլ մեջը ես էլ մեջը ու ամբողջ զավեշտը նրանում էր որ ես հանդիսատեսի հետ հավասար ծիծաղում էի որովհետև ես փակվել էի ու քանի որ ծիծաղում ես չես կարողանում ուժերդ հավաքել վեր կենալ աթոռը եւ այդ օրվանից արգելեցին նման աթոռների գործածումը բեմահարտակում այդ աթոռներով շարունակեցի ելույթ ունենալ ուղղակի արդեն դուրս էի հաշվարկներ էի արել որ հանկարծ այսպես տեղից դուրս չգա ու չփակվի ինձ վրա։ Իդեպ մենք ջեն ողջույններ ունենք Լոս Անջելեսից Տիգրան ջան։ Տեսեցին Տիգրան։ Իմ ձայնը տեղ է։ Մարիա Թորոսյան, Կալամքարյանն ասում է բարևներ Լոս Անջելեսից։ Այնպես որ Լոս Անջելեսը մենք ենք նաև։ Այո։ Գրավել ենք հիմա այդ փաստը։ Բոլորս էլ ունենք
ընկերներ, հարազատներ։ Ինձ համար թատրոնը հին ժամանակներից խորհրդանշում է նաև այ բեմի վրայի կենթանի հուշարարով, երբ այնտեղ մարդը պահկված բեմի տակ եւ այդ մարդը ինչ-որ բան է հուշում, հիմա մենք չունենք նման բան, իսկ այ հուշարար կա, էկրանի տեսքով, ցավոք սրտի ոչ նա, ոչ էլ նա, իհարկե ցանկալի կլիներ, որ կենթանի մարդներ, չնայած պարտավոր ենք հիշել մեր տեքստերը, բայց այդ հանդերձ բայց դե գիտես ինչ լինում է պահ իմ պարագայում, որ կոնկրետ երկի ժամանակ բառը թրծվում սպիտակ թուղթ ոչինչ չկա։ Եվ սկսում եք պատմել Իմիջայլոց լալալա տավլալա երկի լալալան կաու տարբերակ չկա, բայց ես վերջերս հաղորդում էի նայում հենց հուշարարների մասին էր, այնքան հետաքրքիր էր, պարզվում է այդ հուշարարների աշխատանքը ամենավնասակար աշխատանքներից մեկն էր համարվում, որովհետև նրանք փոսի մեջ էին եւ երբ արտիստները խաղում էին բեմի վրա, այդ ամբողջ փոշին կուլ էին տալիս, բազմաթիվ խնդիրներ էր։ Մենք դա չենք տեսել, որովհետև մեր թատրոնում այդ փոքրիկ տուփիկը չի եղել երբեք։ Ես տեսել եմ։ Հա, բախտ վիճակվել է այդ։ Հա, սեթը օպերայի օպերայում հնարավոր է եղած լինի, մեր սեթրակը միշտ որքան ես հիշում եմ կուլիսներում ու բացարձակ պրոֆեսիոնալ։ Իսկ եղել է որ հուշի եւ տեղ չհասնի, չհասկանա։ Չի կարող։ Իրա պարագայում չէ։ Դե հատուկ դրված ձայնով են անում եւ հատուկ այսպես հստակ բառերն են ասում, որպեսզի տեղ հասնի։ Անկամ գործողությունը կարող էր հուշել, ոչ միայն տեքստը։ Որ բառը գործողությունն էլ էր։ Քանի որ փորձերին ներկա են լինում, տեսնում են դերասանի թույլ տեղերը եւ փորձում են ֆիքսել թե որտեղ է կաղում։ Դա էլ ուրիշ մեծ աշխատանք է առելի, որը շատ կարևոր մասնագիտություն, որը մահացել է երևի թե։ Դե հա։ Դա հիմա եկել են արդեն օգնության ռոբոտներ կլինեն շուտով։ Էկրանները, հուշարար էկրանները։ Շնորհակալություն, որ ռոբոտները կան, առավել եւս բանականություն։ Աբոյին բան չասես։ Մենք աբո ենք ասում արաբական բանականությանը, այո։ Ես չեմ շփվում իր հետ։ Չունեք, հա, նեղացած եք։ Իրականում ես մարդկային բանականություն եմ։ Տեսեք, մեր աշխարհը գնում է առաջ եւ ուզենք չուզենք աբոն արդեն կա, գոյություն ունի, զարգանում։ Պետք է պայքարել աբոյի դեմ։ Ոչ, չեք կարող պայքարել, կանզորեք։ Ավելի լավ է աբոյի հետ ընկերություն անել եւ աբոյին ընկալել որպես օգնական, այլ ոչ թե թույլ տալ, որ աբոն ձեր փոխարեն որոշի։ Վերնագիր եք ուզում։ Աբոյին ասում եք, աբոն 10 տարբերակ է։ Գրեն, աբոյին ասում են երկագրում։ Ուզում եք թարգմանություն թարգմանում է, հնչյունավորել է, կարևորը որ ինքը լինի զուտ օգնական, այլ ոչ թե ձեր փոխարեն գործանող է։ Երբ կարողանաք ճիշտ օգտագործել աբոյին, աբոն բավականին արդյունավետ միջոց է ու երես չտալ աբոյին։ Նկատի կունենա։ Որ աբոն ձեր փոխարեն որոշումներ չկայացնի, այս է կարևորը։ Աբոն կարող է մեքենան կայանել առանց ձեզ օրինակ։ Շատ հարմար։ Տիգրանի աբոն կայանում է։ Երկել է գրում։ Նայեք, երկը ծնվում է մարդու ներսում, չէ՞, հոգեվիճը, այսինքն այն ինչ որ հոգու հետ կապ ունի, դա ոչնչացնել է միանշանակ։ Դուք երբևէ շփվել եք աբոյի հետ։ Չէ։ Գիտեք ինչ Ես գիտեմ, ընկերներ ունեն, որ շփվում են։ Ինչ ռոմանտիկ է շփվում ձեզ, այդ ինչ էմոցիոնալ է շփվում, շոկի մեջ ես ընկնում։ Այսինքն սուտի բան ներշնչեմ ինձ, որ ռոմանտիկ ինչ որ մեկը։ Չէ, նկատի ունեմ, այնպես են կարգավորել, որ քեզ թվում է դիմացինը զգացմունքային էակ է։ Նույն բանը մենք ենք ասում, երբ ասում են, որ շուտով հաղորդավարներին կարող է փոխարինել արհեստական բանականությունը, մենք ասում ենք, որ չեն կարող է նույն էմոցիայով ճիշտ հարցազրույցների ժամանակ հարցադրումներ անել, ոնց որ մարդիկ են անում։ Այս պարագայում գուցե հուսանք մենք լիահույս ենք, որ այդպես է։ Կապրենք, դուք ասեք, բայց հակառակը կլինի արժևում։ Ահա։ Լավ, դե հիմա ուզենք չուզենք։ Բայց եկեք չտարվենք խոսքով, ի վերջո ձեր տոններ ամսի 27-ին։ Հա, աբոյ։ Քանի մեկ էստեղ ենք աբոյին։ Աբոն միևնույնա չի կարա երկի մարդու նման եւ լավ եւ վատ։ Այս պարագայում պատրաստել եմ ուրեմն թատրոնի մասին երգ։ Ահա։ Նորից ուզում եմ շնորհավորել բոլորին թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուզում եմ, որպեսզի բոլորը հասնեն իրենց երազած դերերին, խաղան այդ դերերը, բոլորը ունենան գեղեցիկ զգեստներ, գեղեցիկ դեկորներ, շնորհալի ռեժիսորներ։ Այ ամենակարևորն է։ Եվ բայց ինչ կլինի, եթե ամեն մարդ երազի ու խաղա այդ բոլոր դերերը, վավերջ։ Դե ովքեր որ ցանկությունն են, ովքեր որ պրոֆեսիոնալ են, որովհետև Տիգրան ջան կան իրենց գործի տերերը, կան սիրողներ, ովքեր որ այդ գործի տերերի կողքին են կանգնած ու խանգարում են, եւ կան այն մարդիկ, ովքեր որ կապ չունեն այդ ամենի մասը։ Բայց կան։ Ամեն ինչի հետ, բայց
նրանք էլ են այստեղ։ Ամեն մեկը լինի իր տեղում եւ ամենակարևորը որ դերասանները կարողանան ճիշտ զգալ կերպարը։ Այո։ Եվ ճիշտ փոխանցել։ Այս երգը որ հիմա պիտի երգեմ Andrew Lloyd Webber-ի Sunset Boulevard musical-ի գլխավոր հերոսուհու գլխավոր երգն է, որը այս պարագայում ես բարերը նորից ես եմ վերափոխել, թարգմանել, դարձրել իմը ու դարձրել թատրոնինը։ Այնտեղ խոսում են կինոյի մասին, իսկ այս պարագայում կլինի իմ սիրելի թատրոնի մասին։ Գնացինք։ Դե լսենք։ Հուզմունքն իմ ինձ խեղդում է, կանցնի հաստատ գիտեմ այն, շուրջն իմ զգեստներ, դեկոր կուլիս, լույսեր վար, կյանքն է իմ թատրոնը տունին, իմ հույզերն ու լույս աշխարհնի, ժամանակ դու կանգար ժամերն են շատ արագ լուր վազում լքում թողնում ինձ քո սերն է վար ինձ հույս տվել թևեր մեծ սախրանքի համար կյանքում այս ճախրանքի համար բեմում այս և կմնա հավետ մեր սերը փոխադարձ կյանքիս մեծ մասը քեզ եմ տվել անվերադարձ ես դողում եմ տես վախում եմ քեզ կորցնեմ ես քեզ խնդրում եմ չլքես ինձ չթողնես մենակ ու մերկ ինձ հարազատ թատրոնի իմ գրիմն արդեն պատրաստ է վառեք լույսերը դուք վար պատրաստ եմ ես դերնիմ խաղալ ապրել այն սախրանքի համար կյանքում այս ճախրանքի համար բեմում այս և կմնա հավետ մեր սերը փոխադարձ չեմ ուզում ավարտ լինի ամեն այս վերջանա թող պահնա այս երկար ձգվի սիրտն իմ թող ճախրի և սիրտն իմ կվառեմ ես որ լույս տամ ջերմացնեմ ձեզ այդ ժամ հաստատ կսավառնեմ հոգում ձեր թող պահնա այս երկար ձգվի թող վարակույրն այս թող չիջնի որ ես խաղամ իմ դերնաս կյանքիս մեծ մասը քեզ եմ տվել անվերադարձ ես կտամ էլի միայն եղիր թատրոնիմ քեզ խնդրում եմ չլքես ինձ չթողնես մենակ ու մերկ ինձ մեր սերը վառ հավետ ես կպահեմ հավետ մեր սերը
կպահեմ հավերժ Քոնեմ հավետ թատրոն դու Ծափարություններ այս պահին մեր եթերում։ Բրավո, բրավո։ Երբ աչքերդ փակում ես ու լսում կատարումը, պատկերացնում ես բեմ, որտեղ շատ քիչ է լուսավորությունը, դատարկ դահլիճ։ Այո։ Եվ դու մենակ կանգնած ես։ Եվ միայն Գևորգն է երգում։ Միայն Գևորգն է։ Իր համար։ Այո, իր չէ։ Մեր մշտական ռադիոլսողն է գրում Լիլիա Պետրոսյանը, բարի պայծառ օր սիրելիներս, Հակոբ Պարանյանի անվան թատրոնը մեր ժողովրդին տարբեր ստրեսներից հանող արվեստի օջախն է, եղել ու կա, նոր վերելքներ են մաղթում։ Շնորհակալություն։ Ստրեսահան գործունեություն եք Ստրես։ Իրականում երաժշտությունը շատ կարևոր գործոն է թատրոնում։ Դե մի պահ պատկերացրեք թատրոնը առանց երաժշտության, ինչի Դե հետո կվերածվեր։ կոմեդիայի թատրոնի զուրչի որ Եվ կոչվում է, վերջը։ այստեղ ընտրվում են գործեր, որոնք միմիայն այսպես զվարճալի պահեր են նաև փոխանցում։ Այ կոմեդիա ասացիր, ուզում հարցնել, դուք ձեզ պատկերացնում եք մեկ այլ ժանրում, ասեք, Դրամատիկ, չլինեիք օրինակ։ կոմեդիայում, չլինեիք մյուզիկլում։ Կոմեդիայի հիմքում նաև Ես դրամատիկն է, դրաման է։ Այ երեքիդ է ուղղված։ Մի քիչ ես ինձ դժվար եմ պատկերացնում, բայց Որ չերքես, բարձրապես։ բայց եթե լինի լավ ռեժիսոր հնարավոր։ Չէ, եթե չես պատկերացնում ռեժիսորը ինչ կարող անել։ Չէ, Կարող ես պատկերացնում եմ։ Ահա։ Հա, բայց ես այդ քայլին չեմ գնա, եթե չլինի լավ ռեժիսոր, որովհետև Դեռ ի թող վերջո մարդ է պետք։ ինձ ձուլելու է նա։ Այո, շատ կարևոր է Աղջիկներին Ես կասեմ։ սիրով կխաղայի, որովհետև միանշանակ կոմեդիա եւ միանշանակ երաժշտության մեջ մի ձևի կարոտ ես մնում դրամատիկ դերերին, բազմազանությունը դերասանի համար դա հաճելի փաստ է։ Բայց ոչ բոլորն են կարողանում մտնել այդ բազմազանության մեջ։ Համաձայն եմ, բայց երաժշտությունը, երբ ասացիք, որ միայն մեր թատրոնին չի վերաբերում, առհասարակ կան դրամատիկ նույնպես ներկայացումներ, որտեղ երաժշտությունը առանձին դերակատար է։ Այո։ Ինքը ուղեկցող լեյտմոտիվ է, շատ կարևոր։ Դրա համար ասում են դերակատար իրան, ինքը կարևոր ֆունկցիա ունի։ Հենց այնպես չի, ուղղակի սիրուն երաժշտությունա ֆոն դնենք։ Չէ, բայց դերասանի համար, տեսեք, շատերը իրենց պատկերացում չգիտեն, միայն այս ժանրում, այս կամ այն ժանրում, չէ, կողմնորոշումը ի վերջո Ես էլ եմ սիրում այնտեղ որտեղ որ եմ, բայց սիրով կուզեի խաղալ դրամատիկ։ Ես նույնպես անպայման կուզեի փորձել, հենց դրամատիկական դեր կուզեի, որովհետև ամեն դեպքում լճացման մեջ պետք չի մնալ։ Արցունքներ, մեկը կամրջից է նետում, մյուսը գալիս է փրկության։ Այ ես ներողություն եմ խնդրում Աննային նոր որ Գևորգը երգում էր, ասում էի այս երգը Sunset Boulevard-ից քիչ դերերից մեկն է հասուն տարիքի կանանց, որ կերազեին խաղալ։ Այս դերը ես կերազեի, որ մեծանամ կուզեի խաղալ։ Երանելի, երազելի դերերից է։ Շատ շերտավոր է, շատ բուրըն է, ապրումների առումով հրավառություն։ Մի ամբողջ կենսագրություն է։ Իսկ ես կարծում եմ, որ մարդիկ ուղակի երբ դերասանին անդադար տեսնում են օրինակ կատակերգական դերերում, իրեն այդպես տեսնում են ու ընկալում են ու այլևս չեն պատկերացնում այլ դերերում, թեպետ եղել են դեպքեր, երբ դրամատիկ դեր է խաղացել դերասանը, բավականին պրոֆեսիոնալ, ուղղակի որ իրեն միշտ ընկալել են կոմեդիայի ժանրում, չեն կարողացել ընկալել, բայց այդ դրամատիկ դերը այնքան փայլուն է կատարել, որ դու զվել ես։ Հավելեմ Լուսինե ջան, Տիգրան ջան, որ եւ Մարիամի եւ Աննայի դերերը բավականին այն ինչ որ հիմա պիտի ներկայացնեն իրենք կարծում եմ որ դրամատիզմը երկուսն էլ իրենց դրամատիզմը ունեն կյանքի բայց չմոռանանք որ կատակերգության հիմքում դրաման է դե իհարկե երբ մենք մի պահ ուրախ լիաթոք զավեշտով ծիծաղում ենք հիմնականում այո երբ խորանում ես հասկանում ես որ այնտեղ դրամա է այո ասեք խնդրեմ ինչպես եք հետո դուրս գալիս այդ դրամատիզմը վերցնելուց հետո վերապրելուց հետո դժվար դուրս չեմ գալիս քանի օր եք մնում այդ տիրույթում
Չէ, եթե կուլիսներից դուրս եկա վերջ, բեմից դուրս եկա արդեն։ Հա, այդ բեմը կախարդական Հակուստը փոխեցիք բեմական։ Մի գործից մյուս գործին ես գնում անմիջապես, այդպես նույն դրամատիզմի մեջ չես։ Հիմա ավելի հեշտ, բայց ինձ հետ մի դեպք էլի պարոն Արզումանյանի ներկայացումից, որ փոքր էի չէի հասկանում Ստանիսլավսկու սիստեմը ինձ տարել էր, չգիտեմ որ։ Ուր էր տարել։ Մոլորակ, չգիտեմ ուր էր տարել, բայց այդ օրվա ներկայացումը ես հիշում եմ, որ մտել եմ թատրոն ու հիշում եմ, որ տանն եմ։ Այդ աստիճան։ Այդ աստիճանի ես այդ օրվանից հետո հասկացա, որ պետք է ուսումնասիրել Չեխովին ցուցադրական դպրոցը, այդպես ավելի հեշտ կառավարել, հա։ Այստեղ on-line հարթակում Օլյա Սահակյանն ասում է ողջույն բոլորին, լավագույն մաղթանքներ թատրոնի նվիրյալներին, թատրոնին նվիրված երգի հրաշալի կատարումը շնորհակալություն Գևորգին։ Արմինե Հովսեփյանն ասում է ինչ համոզիչ էր երգը, շնորհակալություն զիլեր։ Շնորհակալ եմ շատ։ Այո, եւ մեր շատ սիրելի գործընկեր Մարինա Գրեգը ջերմ ողջույններ է ուղարկում մեզ, շնորհակալություն։ Մարինա, դու քնած չես։ Պատկերացրու ոչ, հարթուն է։ Հիմա կարծես թե մենք լսելու ենք դուետ, ճիշտ հասկացա, Գևորգ Քոփոսի։ Տրիո կլսենք, այո, Աննան գլխավոր կատարողը կլինի, մենք էլ կձայնակ կծափահարենք։ Դուք էլ իդեպ ասեմ, որ շատ գեղեցիկ երգ է հնչելու։ Ինչ ենք լսելու, որը։ Դեժպտա։ Վաու։ Տեսնենք ռադիոլսողը ինչ կգրի այս անգամ, զիլ թե կամաս։ Գնացինք։ Մի արատիկրան։ Մի փոքր ժպիտ բոլորիս։ Դեժպտա, որ ողջ աշխարհը քեզ հետ։ Ինչ անի։ Ժպտա։ Թե քեզ հետ ընկերանա այն երկար կմնա։ Դե փոխենք տխուր դիմակն արդեն հերիք է, այն այլևս մեզ չի սազում։ Քանիսն է այդ հարցումից հետ համոզվում Դեժպտա, որ առավոտը քեզ տապանեմ ու օրը լցվի կյանքով ու վասիրով Դեժպտա, անգամ թե լուր ես, թեկուզ մի քիչ տխուր ես ապրի կյանքդ վար ժպիտով Թե ինչեր կան թաքնված ժպիտի Չես կարող պատկերացնել դու երբեք քո մտքում Դուք հրաշք եք իրական, երբ որ ժպտում եք ու ստիպում եք ինձ ապրել Եվ կյանքումս ունեցած միակ խնդիրն է ձեզ բոլորին երջանկացնել Դեժպտա, որ առավոտը քեզ տաղարեմ օրը լցվի կյանքով ու վասիրով Դեժպտա, անգամ թե լուր ես, թեկուզ մի քիչ տխուր ես ապրի կյանքդ վար ժպիտով Դեժպտա, որ առավոտը քեզ տաղարեմ օրը լցվի կյանքով ու վասիրով Դեժպտա, անգամ թե լուր ես, թեկուզ մի քիչ տխուր ես ապրի կյանքդ վար ժպիտով Ու կգա այն օրը, վառ ու լուսավոր կյանքը մեր մեջ կժպտա Ես հավատում եմ, որ ես էլ եմ հավատում Կբացվի նոր օրը, արևի շողերը ջերմություն մեզ կտան Եկեք ժպտա, դեժպտա, մի ժպտա, մի ժպտա Դեժպտա, դեժպտա, մի ժպտա, մի ժպտա Դեժպտա, մի ժպտա, մի ժպտա Դեժպտա, մի ժպտա, մի ժպտա Դեժպտա, որ առավոտը քեզ տապանեմ օրը լցվի կյանքով ու վասիրով Դեժպտա, անգամ թե լուր ես, թեկուզ մի քիչ տխուր ես ապրի կյանքդ վար ժպիտով
անկեղծորեն հարգելի Ոնց ասեք։ Ժպիտ Ինչպես կարող ենք չժպտալ այս երգից հետո։ Ոնց կարելի է։ Ոնց կարող է Հրաշալի է չժպտալ։ ուղղակի շնորհակալ։ Ես արտնացա Ես վստահ եմ արտնացրեցիք Հա։ Այ դրանից պետք է սկսել։ Այո, այստեղ Կարինե Մկրտչյանն ասում է ժպտացի, թող ժպիտը բոլորիս դեմքերից անպակաս լինի, այո, թող այդպես լինի։ Այո, դա Ես ուզում եմ խոսենք առհասարակ այ հենց կոմեդիայի ժանրում աշխատող դերասանների մասին։ Դե հանդիսատեսը գալիս է բնականաբար լիաթոք, այսպես հա, տանում է այդ պաշարը, ժպտում է ուրախ, գնում է տուն։ Ինչ է անում դերասանը, պարզապես զվարճացնում է, հա, ստիպում է ժպտալ, եւ այդ դրականը միշտ բեմահարտակից կարծես փոխանցողն է։ Իսկ այ քչերը գուցե եւ հա, այսպես մտահոգված են նաեւ իսկ այ ինչ է ապրում բեմում կանգնած մարդը, ով փորձում է զվարճանք պատճառել հանդիսատեսին։ Բայց գիտեք, օրինակ ես անձամբ երբեք չեմ մտածում զվարճանք պարգևեմ հանդիսատեսին։ Ես փորձում եմ լինել այն կերպարը, որը ինձ տրված է։ Դա արդեն ես խաղում եմ, այդ կերպարն եմ դառնում։ Այդ պարագայում ես անգամ չեմ էլ մտածում ամեն ինչ անեմ, որ դիմացինս ժպտա կամ ծիծաղա։ Դա արդեն ինքս ինքնին այդպես է ստացվում է։ Ու ես մտածում եմ, որ դա արդեն կայացած դեր է, երբ որ մարդը ոչ թե խաղում է, այլ ինքը հենց այն կերպարն է, որը կա բեմի վրա։ Լավ, իսկ կյանքում բեմից դուրս, չէ՞ որ կյանքը լի է դժվարություններով, նույն այ կենսաղային խնդիրները, խնդիրները եւ արի ու այդ սահմանը գծիր, այդ սահմանից ենկոմ սկսիր աշխատել, թատրոնից ներս ու որ չասեն թվացial է, որ չասեն իրական է, այս ինչ տեղը արհեստական էր եւ այլ եւ այլ։ Ինչպես է հաջողվում այդ բալանսը պահել ի վերջո։ Թողնել խնդիրները թատրոնից սահմանից դուրս եւ մտնել բեմ։ Դե պետք է նախ աշխատանք ինքդ քեզ վրա։ Ով ես դու կյանքում, ով ես դու բեմում։ Այո։ Եվ հաջողվել է գտնել այդ հարցի։ Իհարկե, Տիգրան ջան, այլևս այն տարիքում չենք, որ գտած չլինենք, եթե գտած չլինենք, հաստատ տարբերությունը մեծ է։ Բավականին մեծ, իմ պարագայում բավականին, որովհետև տեսեք, ասում եք ոնց անել, որ մարդկանց ուրախ պահել։ Ես էլ խնդիրներ ունեմ բնականաբար։ Մարդ ենք։ Բայց իմ խնդիրների մասին ոչ ոք չգիտի ու բոլորը գիտեն, որ Գևորգը միշտ ուրախ է։ Գևորգին տեսնելուց բոլորը ուրախանում են, ժպտում են, որովհետև ես ինչ վիճակի մեջ լինեմ, եթե ես տանից դուրս եմ եկել, դա նշանակում է պետք է ժպիտով դուրս գալ։ Իրականում այդ խնդիրը, երբ խոսեցինք, հա, բեմից դուրս թողնելու մասով, մեզ էլ է վերաբերում, որովհետև մենք էլ եթերում պիտի մոռանանք մեր կենցաղի հետ կապված տարատեսակ հարցեր ու խնդիրներ եւ եթեր չբերենք հանկարծ դրանք։ Դե բայց առավել բարդ է հենց կոմեդիայի ժանրում աշխատող մարդու համար եւ այն էլ բեմահարտակից եւ հարյուրավոր, հա, կոմեդիայի ժանրում ճիշտ կոմեդիան նա է, երբ նորից գալիս ենք այն հարցին, թե որքանով է ճիշտ, որքանով է պրոֆեսիոնալ ռեժիսորը։ Այսինքն ճիշտ բեմադրել իրադրություններ, որոնք ծիծաղ կշարժեն մարդկանց մոտ, ոչ թե եթե դու միմոս չես, ծաղրացու չես, խնդիր չունես ցանցառություն, այսպես ասած, անելու, որպեսզի ծիծաղեցնել մարդկանց, ապա ճիշտ ներկայացման դեպքում, ճիշտ իրադրությունների դեպքում զավեշտը հավատացեք ապահոված է։ Իմիջիայլոց on-line հարթակում ձեր ջերմ ողջույններ է ուղարկում ձեր խորեոգրաֆը, ասում է Արտեմ Գևորգյանն, ասում է ջերմ, ասում է իրենք շատ լավ պարում են, մենք չենք էլ կասկածում, որ իրենք Ափսոս ականջակալներն այսօր այդ հնարավորությունը չեն ընձեռում։ Այո։ Ջան, այդ հնարավորությունը այդքան չի տալիս։ Արտյոմին բարևները Արտյոմ բարև, ես ամենայն դեպս շատ եմ ուզում, որ դու ետ գաս, ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ դու գնացել ես ուրիշ տեղ ես ապրում, որովհետև դու պետք ես Հիմա եկեք ուրիշ տեղի անուններ։ Այո, գնացել է Հայաստանից դուրս, դու պետք ես ինձ, դու պետք ես Մարիամին, Աննային, դու պետք ես Երևանին, դու Երևանում, Հայաստանում մի հատ ես։ Ճնշում գործադրեցեն ձեզ վրա եթերից հասկացա։ Ջերմ բարևներ, ուր որ լինես, քեզ հաջողություն, բայց այո, մենք քեզ սպասում ենք։ Այստեղ ասում է շնորհակալություն եւ ժպտում է։ Պատասխանեց մի անգամից ձեզ։ Դա այս խոսքերից հետո ես կարծում եմ կվերադառնա։ Տես ինչքան որքան կարևոր է, երբ մասնագետը, որ աշխատում է դերասանների հետ, այնքան գնահատելի է, որ ասում են վերադարձիր դու ինձ պետք է պահել, պետք է պահել այդ մասնագետները։ Եթե գնահատանքի մարդ արժանի է, պետք է գնահատել։ Եթե լավ չի, պետք է ասել լավ չի, ուղղվի։ Չէ, եւ չհասցնել այն կետին, որ մարդը լքի երկիրը։ Դա էլ ասեմ։
Եկեք չխորան։ Գայանե Այվազբալյանն ասում է բարի լույս թատրոնի եւ կինո երաժշտությունը շատ սիրելի է ինձ համար հաճախակի անդրադարձեք եւ դերասանների հոգու հարստությամբ լի եթերն եմ սիրում երկող դերասանը կրկնակի տաղանդավոր է հիմա ինչ ենք լսելու հիմա լսելու ենք աշխարհի ամենաբարի երգերից մեկը հիմա կասեմ դա Գործելուտն է այսօր Ոչ Արդյունքն ապաստակը Բավորն է Իհարկե ոչ Մի երգ որը ինձ համար եւ կարծում եմ շատ-շատերին ազդարարում է խաղաղության գեղեցիկ աշխարհի այդ գեղեցիկ աշխարհում ապրելու ցանկության Գևորգյան մինչ արդյունացրած Դա Louis Armstrong-ի Wonderful World երգ Լսենք վայրենք Այնպես որ ես էլ բոլորի նման ձեր նման երազում եմ որ աշխարհում խաղաղություն լինի Ի վերջո դա ոչ միայն մեր Հայաստան աշխարհին է պետք այլ առհասարակ մեր մոլորակին, որովհետև բոլորիս խաղաղությունը մեկը մյուսով ձուլված շղթայի պես կախված ենք իրարից։ Թող խաղաղություն լինի։ Թող լինի, այո, թող լինի։ Խնդրեմ։ I see trees of green, red roses too. I see them bloom for me and you. And I think to myself, what a wonderful world. I see skies of blue and clouds of white, the bright blessed day, the dark secret night. And I think to myself, what a wonderful world. The colors of the rainbow, so pretty in the night. I also wanna faces of people going by. I see friends shaking hands, saying how do you do. They are really saying I love you. I hear babies crying, I watch them grow. They learn much more than I ever know. And I think to myself, what a wonderful world. The colors of the rainbow, so pretty in the night. I also wanna faces of people going by. I see friends shaking hands, saying how do you do. They are really saying I love you. I hear babies crying, I watch them grow. They learn much more than I ever know. And I think to myself, what a wonderful world. Yada no 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 no. Yes, I think to myself, what a wonderful world.
Բրավո։ Այստեղ ծափարություններ, բացականչություններ եւ պատկասում հսկա դահլիճը ոտնկայց ծափարում է քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Դες միանգամից հուզվեց հենց լեփլեցուն դահլիճ Լեփլեցուն, ծափարություններ։ այսպես Տերասանի թուլություն։ չդադարող ծափարություններ, բացականչություններ ծաղիկներ եւ հերթ ծաղկե փնջերով այսպես հանդիսատեսի հերթը։ Եվ ստորագրություններ։ Ֆիլմից դրվակ հիշեցինք էլի, այս տեղում բեմադրեցինք։ Լուսանկարիչներ, ֆոտոապարատների այսպես լույսեր, չխկոցներ, եւ քեզ չեն թողնում դու հեռանաս բեմահարտակից։ Մի խոսքով։ Մենք էլ ենք կարողանում չէ երազել, տեսնում ես։ Բեմադրել տեղում։ Չէ, երազում է, դուք արդեն բեմադրում եք։ Սցենարը պատրաստ է, վերջացավ։ Այո։ Ոչ, դա մեջն է։ Սա մենք ենք, սա աբոն չի, սա Աբոին մենք ենք։ հանգիստ թողեք։ Ռադիոլսողներին հիշեցնենք, որ այս երաժշտական առավոտը թատերականացված շնչով այսպես մեզ պարգևում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի աննման դերասաններ Գևորգ Դավթյանը, Մարիամ Գրիգորյանը եւ Աննա Մովսիսյանը։ Շնորհակալ ենք առավել ասեմ, որ գտնվում ենք ձեր ընկերակցությամբ Տիգրան ջան, Լուսինե ջան, Ծափերը աշխատում ենք, ձեզ, անդադար։ Մենք ծափարողների խումբ ունենք հատուկ։ Ահա, ծափեր են հնչում։ Այստեղ Սամվել Հովանեսյանը ջերմ ողջույններ է ուղարկում, ասում է ջերմ բարևներ ընկերներ ջան ու սրտիկ է ուղարկում։ Շնորհակալություն։ Մենք ունենք ընդամենը մոտավորապես, այսպես ասենք, կես ժամ։ Դա պետք է հաշվարկենք, այո, որպեսզի կարևոր երգերը բաց չթողնենք, ի վերջո երաժշտական է առավոտը։ Այո։ Բայց մենք կուզեինք խոսել ելույթների մասին ոչ միայն Երևանում եւ ձեր տանը, այսինքն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում, չէ։ Չէ, տանը չեք երկու։ Տանը ելույթ չենք ունեն։ Տանը չեք երկու։ Թատրոնը վաղուց արդեն իրենց տունն է, ասեք այդպես։ Բնական է։ Երկրորդ թե առաջին։ Իհարկե երկրորդ։ Ինձ համար տուն չէ։ Տուն չէ, բայց Տուն չի, բան չէ։ Չէ, ինձ համար դա աշխատավայր է։ Ահա, տեսնում ես։ Բայց սիրելի աշխատավայր։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ այնպիսի բաներ թատրոնում, որը տանը ինչեր եք անում։ տանը շատ բան եմ ինձ թույլ տալիս, այդտեղ թույլ չեմ։ Բայց դու ասա, որ ես տանն եմ, որովհետև եթե մտնում ես իմ հարդասենյակ, այնտեղ ամեն ինչ։ Տնավորված է իհարկե Գևորգը, հա։ Ես իրականում կոմֆորտ եմ սիրում, դա լինի տանը, թե դրսում, ու դրա համար թատրոնը ինձ համար է իմ հարդասենյակը, իմ տան մի սենյակն է։ Իսկ ձեզ համար։ Ինձ համար չէ։ Տունը Համար տունը չէ, իմ երեխաներն են։ Դե պատես։ Դե մեր համարել է մեր երեխաները։ Չեմ կարող Երկար այդպես, ժամանակ հա։ որ անցկացնում ես եւ աշխատում ես մի վայրում, Ուզում եմ տուն գնամ ամեն դեպքում։ հա դե պարզ է։ Բոլոր ճանապարհները երկու տուն ունենք։ տանում են տուն։ Ի վերջո, տանը այդ համատեքստում երկում եք, թե ոչ, երբ գործ եք անում։ Ամեն Այո, ես Դա էլ եմ։ տիտակը։ Նույնիսկ երեխաների վրա բարկանալուց անմիջապես հետո սկսում եմ երգել, տղաս ասում է. «Մամ, դու նոր ջղային անում ես իրին վրա», ասում եմ, «Չկապ ունի»։ Այստեղ կոմեդիան ասում է իրեն այվել։ Իսկ իմ պարագայում ես գուցե տեքստերս ասեմ, լռության մեջ մի անգամից տեքստեր ասեմ, ու տենց հայացքներ էլի Բայց արժանանա, իսկ ձերոք արդեն սովոր են։ Դե պահիտակ էլի բան է։ Շոկի են ենթարկվում։ Դե հիմա այդ դերասաններն Մտքիդ մեջ անցնում ես տեքստը, ինչ որոշակի տեքստեր բարձրաձայն են ստացվում։ Նայած որ դերը։ Որ դերից վերջի դերը Մարիամը շատ ակտիվ ձայնային պահեր ունի։ Եթե մեր պարագայում եթերից հետո մենք լռում ենք ժամը շարունակ տանը, Որովհետև մենք ձեր պարագայում ժամկետս հակառակն խոսում է։ ենք։ Դուք երկում եք, Չի շարունակ ստացվում, երկել։ չի ստացվում։ Ահա, հասկացանք, դա էլ իմացանք։ Ուզում էի խոսեի կիսատ մնաց հարցս, եթե թատրոնում չեք, այլ տեղեր ելույթ ունենալու մասին, որովհետև սա շատ կարևոր է, երբ շրջագայություններ կան։ Ի վերջո ներկայացումները նոր շունչ են ստանում, երբ դուրս են գալիս հարմարավետ զոնայից, կոմֆորտ հատվածից եւ տեղափոխվում են այլ հատված, որտեղ էլի պիտի կարողանաք նույն կերպ ներկայացնել։ Այս պարագայում երևի թե ամենաշատ շրջագայացը մեր մեջ Մարիամն է, այնպես որ խոսքը քեզ։ Ես ասեմ, որ կան առավելություններ եւ կան հակառակը, թերություններ, այն է, որ երբեմն ներկայացումներ կա, որ հարմարեցված է մեր բեմին եւ չափերի տեսանկյունից եւ դեկորների, լինում է, որ տեղափոխության ժամանակ կորցնում ենք այդ տարածքի զգացողությունը եւ փոքրանում է շարժը եւ քո սահմանափակումները երբեմն խանգարում են խաղի ընդարձակ դրսևորումներին, բայց օրինակ նույն Չինաստանում երբ որ գնացինք ֆեստիվալի, այնտեղ ներկայացնում ենք ինչպիսի բեմ ենք ուզում, ինչպիսի չափսեր եւ տրամադրում են։ Ինչ են անում, բեմը մեծացնում են, փոքր։ Չէ, ու պարզապես այնտեղ շատ է, պետք չի։ Այնտեղ ինչ խնդիր կա, մեծացնելու, փոքրացնելու բեմը։ Նրանք ընդհանրապես ոչինչի խնդիր չունեին, ոչ։
Ինչի մասին է խոսքը Եվ այնտեղ բեմը այնպիսի հնարավորություններ Նայած ունի։ թե ինչ կահավորված կլինի, ինչպիսին կահավորված կլինի գրիմանոցը, ինչ կլինի այնտեղ ներկայացումից առաջ, դա էլ է շատ կարևոր։ Բեմ դուրս գալուց առաջ։ Դրսի գրիմանոցները։ Չէ, լավն են եղել, գեղեցիկ են, հարմարավետ։ Իսկ ձեր պահանջները ինչպիսին են։ Այ Rider ասվածը դերասանի համար։ Կա մեր պարագայում։ Համեստ են լսի։ Սուսպենս։ Չնայած ես սիրում եմ հարմարություն, հարմարավետություն, այո։ Ես օրինակ մրսկան եմ, եթե ցուրտ լինի, մտածել անգամ չեմ կարողանում։ Դե չեմ կարող։ Ցուրտ չլինի, մնացածը նորմալ։ Չէ, ինչ օրինակ կան մարդիկ, ովքեր ասում են, այ գրիմանոցում պետք է լի անպայման մեկ հատ բացված թերթիկներով վարդ։ Դե եթե մեկ չէ, ուրեմն շատ թող լինի։ Տեսնում եք, փաստորեն եկանք հասանք։ Եթե պիտի լինի, թող լինի, բայց այնպես Եթե չէ, պահանջի մեջ եմ մտնում։ Ոչինչ, դա էլի մացակ։ Պահանջկոտ չեք այդ առումով։ Շատ լավ, եկեք շարունակենք մեր թատերական ռադիոհամերգը, ինչ ենք լսելու։ Խնդրեմ, հիմա լսելու ենք մի երգ, որը բավականին հին երգ է, որը ունի նոր մեկնաբանություն։ Մեր բենդի մշակմամբ է։ Հիմա Հալվա բենդի մշակմամբ, Աննան մենակատարն է Հալվա բենդի ու ես կարծում եմ, որ այն երգը, որ հիմա պիտի հնչի, բոլորը շատ լավ գիտեն ու շատ գեղեցիկ մշակում է տեղ։ Մեկ ինձ թվում է Գևորգը այն կողմ մեզ հետ նույնպես երգելու են, ես վստահ եմ ու ապրելու են մեզ հետ։ Մեկ ինձ թվում է Գևորգը այն մրցույթներ վարողների դասընթացների է մասնակցել, որ արհեստական հատուկ ցկում են, որ նյարդայնացնեն, մարդկանց անունը չեն ասում։ Իհարկե։ Խնդրեմ։ Կարծում եմ այդպես ավելի հետաքրքիր է։ Այնպես որ խնդրեմ, ծափահարությունները չմոռանաք։ Անպայման մեզ ծափահարությունները պատրաստ սպասում են ձեզ։ Եք ասելու մինչև երգել այդ երգը։ Ոչ, կլսենք հիմա։ երգի վերջում կիմանաք, որ։ Ոնց վերջ։ Անակնկալ, այո, կատարած։ Գշակեցինք։ Մեգենացինք։ Ծափարում ենք ձեզ։ Սա հատուկ Տիգրանի համար էր այս երգը, Տիգրանին նվիրված։ Ահա եւ դրախտի ալվան ծաղիկը։ Ստացար այդ երգը, ստացար։ Սպասված։ Ինձ թվում է ձեզանից կգողանան հիմա
Այս կտանեն դեպի բավականին հաջող տարբերակ է Հարսանյաց ստացվել Միչայլոց, շնորհակալություն։ Գնացեք եւ արտոնագրեք, քանի շուտ է։ Արտոնագրված է հաստատեք։ Շնորհակալություն ուզում եմ հայտնել Արմենին, չէ՞, Մնացականյան, ինքնագործիքավորը եւ բոլոր երաժիշտներին, ովքեր որ ստեղծել են այս ամենը։ Շատ լավ է ստացվել, կուլտուրական տարբերակ։ Կուլտուրական տարբերական։ Քանի որ ունենք քիչ ժամանակ, կարծում եմ ավելի լավ կլինի, որ մենք մի քիչ ավելի կարճ խոսենք, ավելի շատ լսենք։ Համաձայն եք, չէ՞։ Եթե ունեք նման տարբերակներ կուլտուրական, կարող եք քչեցնել։ Կուլտուրական կատարումներ Ավելի աշխուժ կլինի։ Կուզեի հիմա եթե աղջիկները դեմ չեն, որ նրանք երգեին burlesque musical-ից։ Բա ես ոնց եմ ուզում։ Այո, հայտնի։ Հրաշք է ուղղակի։ Այո, ինչ տարբերակ։ Ագիլերան Քրիստինա։ Այո, ֆիլմում Ագիլերան էր եւ Շերը։ Այո, Քրիստիկը մեր հրաշալի Տիկին Սարգսյանը։ տաղանդավոր Տիկին Սարգսյանը։ Ագիլերը եւ Շերը։ Եթե պատրաստ ենք, ապա Այո, Պատրաստ ենք։ խնդրեմ, վայելենք, խնդրեմ։ Show a little more, show a little less, add a little smoke. Welcome to burlesque. Everything you dream of, but never can possess. Nothing's what it seems. Welcome to burlesque. Oh, everyone is buying. Put your money in my hand. If you got a little extra, well, give it to the band. You may not be guilty, but you're ready to confess. Tell me what you need. Welcome to burlesque. You can dream of Coco. Do it at your risk. The triplets gray on mercy, but not you everywhere. Jessie keeps your kissing, so cool and statuish. Behave yourself, says Georgia. Welcome to burlesque. Oh, everyone is buying. Put your money in my hand. If you want a little extra, well, you know where I am. Something better than dark is playing in your mind. It's not the end of days, just last for fun and grand. Show a little more, show a little less, and a little smoke. Welcome to burlesque. Welcome to burlesque. Բարի գալուստ հանրային ռադիո։ Հայրենի համար սեղ 1-1։ Դուք զանգահարել եք հանրային ռադիո։ Մի խոսքով հրաշալի էր, ուղղակի շնորհակալություն։ Շատ Էլի լավ երգեր ունեք, ասեք։ Երգեր շատ ունենք, ես էլի մյուզիկլից այս անգամ բանը անգլերեն ասեն Greatest Showman, մեծագույն, հա, մեծ showman մյուզիկլից ունեմ պատրաստած երգ, էլի հայերեն, էլի սիրո առաջ գնալու, հենց հիմա ապրելու մասին է։ ներկան գնահատելու։ Այո։ Գնացինք։ Ներկան գնահատենք ու վայելենք։ Բոլորով։ Հենց հիմա։ Երգը կոչվում է հենց հիմա, այնպես որ խնդրեմ, եթե պատրաստ ենք, կարող ենք։
Իդեպ ասեմ, որ Լուսինե ջան, այս երգը հատուկ ստեղծել եմ, չգիտեմ, գիտեք թե չէ, դասարան դասական ծրագիր կա։ Բավականին մեծ աննախադեպ, որը այս օրերին ընթանում է Սունդուկյան թատրոնում, բավականին մեծ աշխատանք է տարվում բարձր դասանի երեխաների հետ ու այս երգը տեղ է գտել մեր ամբողջ շոուի վերջում երգելու, երբ որ 90-100 երեխա բոլորով միասին երգում ու պարում։ Այո, խնդրեմ։ Մենք հիմա կզգանք այդ իրավիճակը։ Արևը մայր մտնի թե ոչ, քամի փչի հեռվից և ինչ Լինի կրակ ջուր ու հեղեղ, ոչ մի տարերք սիրուց չէ զորեղ Սիրել տրված է բոլորիս և այն է միշտ լեզվիս Աշխարհն անսեր հոխենք արի դա է գիրը մեր ճակատի հենց հիմա բացիր աչքերը ձեռքդ դուր արի Հենց հիմա սիրուց մեր աշխարհում թող սեր պայթի, թող սեր պայթի, թող սերն իր թևերով տանի, տուն տանի մեզ հենց հիմա, հենց հիմա, հենց հիմա Աչքերը մեր ոչ մի վառ լույս, չի կուրացնի թե կա մեծ հույս Չվախենաք ոչ մի վարդյան, սիրեք սեր տարածեք դուք ամեն օր Տարին կանցնի և նորը կգա, ժամերը վազելով գնում են լուր Մեզ փաշտալով տանում են ուր, ես չեմ գնա դու ձեռքդ ինձ տուր Հենց հիմա, բացիր աչքերը ձեռքդ դուր արի Հենց հիմա, սիրուց մեր աշխարհում թող սեր պայթի, թող սեր պայթի, թող սերն իր թևերով տանի Տուն տանի մեզ հենց հիմա, հենց հիմա Հենց հիմա, hենց հիմա Home again And we will come back home And we
Այո, հենց հիմա, այլ ոչ վաղը։ Մենք ցանկանում ենք, փնտրում ենք հենց հիմա։ Ներկան ապրելու, ներկան վայելելու, առաջ նայելու մասին էր։ Եվ ինձ հետաքրքրում է ինչ սկզբունքով ես դու ձևավորում քո երկածակ, այնպեսի տպավորություն է, որ բոլոր երգերը գրվել են հատուկ քեզ համար։ Ինչ ես անում։ Ոչինչ չեմ անում, իրանք Ինչպես ես դարձնում քոնը այդ երգերը։ Երևի սերը պետքա սիրել երգը։ Լավ, այդ դեպքում ինչպես փնտրել այդ երգը, որը կդառնա քոնը։ Տիգրան ջան, ես չեմ փնտրում, այնպես է ստացվում, չէ, տեսեք, բան կա, չէ, YouTube-ը մի բան որ մտածում ես, հետո YouTube-ը բացում ես, գալիս է։ Լսում են մեզ։ Ես անընդհատ, այդ փնտրտուքների մեջ եմ, ինչ երգ որտեղից, ինչ մյուզիկալ, ես անընդհատ եմ փնտրում, անընդհատ եմ նայում, անընդհատ եմ կարդում, ինչ վերաբերում է մյուզիկլների մասին։ Աբոն քեզ օգնում է, հետո դժգոհում ես աբոից։ Խնդրեմ, արդյունքում շատ լսել, շատ տեսնել, շատ կարդալ։ Այս մտածում էր դրախտի ալվանցաղեկի մասին եւ գտավ քեզ։ Դրա մասին ես էի մտածում։ Դրա մասին Աննան էր մտածում։ Դե դուք էլ եք այսպես դարձել։ Ես դե բա իմ ընկերներն են, բա պիտի իրար թեւուտում լինենք, թե չէ։ Բայց մեծ լավներ ստացել։ Ներողություն, բայց դրախտի ալվանցաղիկը դա դեռ ծաղիկներն էին։ Հիմա դուք արդեն Այ ուզում եմ իմանալ նման երգեր։ Այո, արժևում եմ, մենք որոշել ենք, որ երգով ենք եթերը փակելու եմ։ Դեռ չենք փակում։ Խնդրեմ։ Սիփան Զադոյանն ասում է պարոնյանցիներ ջան ու սրտիկ է ուղարկել։ Ռաֆիկ Մենք էլ Սիփանին լիքը սրտիկներ։ Այստեղ Ռաֆիկ Նավասարդյանն ասում է սիրում եմ ձեզ, դուք տրամադրություն թելադրող եք, շնորհակալ եմ շատ։ Այսպեսի ջերմ լավ խոսքեր։ Շնորհակալություն շատ։ Մենք ունենք մոտավորապես 12 րոպե ժամանակ։ Որոշվեք Ինչ այդ ձեր կուլտուրական երգերը։ Թե երգ չկա, մենք կարող ենք խոսել, թե երգ կա, շարունակ։ Երգ շատ կա, այնպես որ կարող ենք 24 ժամ կարող են երգել։ Կարող են։ Շոքերը մոտենում են։ Փարքասո ձայնը կա, հնարավորությունները կան, հանրային ռադիոն այնպեսի հնարավորություն ունի, որ 24 չէ 48 ժամ ասան կարող ենք երգել։ Հա, անկեղծ։ Բայց եկեք 12 րոպեի մեջ։ Խնդրեմ, կարող ենք եւ 48 ժամը տեղավորենք 12 րոպեների մեջ։ Եկեք մի փոքրիկ sense անձրևոտ տրամադրություն ստեղծենք, այլ որ շոքերին մոտենում։ It's raining man։ Վայ, իհարկե, բա դա հարց է։ Այնպեսի երգեր են, որ ուզում ես բացականչել ու վաու, այո։ Հալելույա։ Խնդրեմ։ Հալելույա, 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 ամեն։ Հալելույա։ Չէ, պատրաստվել է։ Բեկ վոկալն ենք էլի ապ։ Better matters getting low. Don't I take this song? Yes, ամեն դեպքում շարունակում էի։ Ահա, հիմա սկսում ենք վերջնական տարբերակները։ Տեխնիկական խնդիրները ավելի Եվ ես շատ եմ սիրում։ Եվ լարվածությունն են անում։ The place to go, 'cause tonight for the first time, just about a half past down, for the first time in a history, it's gonna start raining man, it's raining man, hallelujah, it's raining man, amen, it's raining man, hallelujah, it's raining man, amen. Better matters getting low, according to our Thursday. It's with the place to go, 'cause the night for the first time, just about half past down, for the first time in a history,
It's raining man. Hallelujah, it's raining man. Every special man. Tough, long, dark and lean. Ruth and true and saying man. God bless Mother Nature. She's a single woman too. She took our heaven. She had what she had to do. She got every angel to reach in the sky. Saw the teach and every woman who defy the perfect God. It's raining man. Don't get yourself with a girl. I know you want to. Stop me with a moving on about to begin. Don't you lose your head. Rip by the roof and say it's raining man. Hallelujah, it's raining man. Amen, it's raining man. Hallelujah, it's raining man. Amen, it's raining man. Hallelujah, it's raining man. Amen, it's raining man. Hallelujah, it's raining man. Այո, նույնիսկ մեզ պարացրեցիք։ Շատ հետաքրքիր էր այս հրաշալի երգը, էր։ բեմականացված է, տեսա, այսպես կրկին փորձիր տարբերակով։ Բրավո, 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 ստացվեց։ Արտիստ է, այո, ես ցանկացած պարագայում իրեն չի կորցնում, այն իմպրովիզներից որ խոսում էինք, ֆորս մաժորներից։ Մենք չէինք կարող դա չափահովել եթերում։ Առանց դրա այդ չէր լինում ուղղակի։ Եվ իհարկե Ինչ են գրում քո բարից հետո, քո կրակոտ բարից հետո ռադիոյի։ Իմ կրակոտ բարից հետո ոչինչ չեն գրում։ Լռություն է տիրում։ Ինչ պիտի գրեին պարտադիր։ Դե կարկամել են մարդիկ, կարան բան գրեն։ Շատ մտածելու Դա դեռ կրակոտ չէր, դա ընդամենը 2 հատ այս ծաղիկներն են, ինչպես դուք եք ասում։ Այո, ձեր ծաղիկներից ինչ կա, ձեր ծաղիկներից ինչ կա, որ պահել եք, ասացիք, թաքցրած։ Ունենք 6 րոպե։ Այո, այո։ 6 րոպեում կարող ենք մենք եւս 2 երկ վայելել։ Եկեք արագ անենք, որ հասցնենք։ Արագ կանենք, Չեք հիմա լսում, թե էլի թաքուն եք պահում։ Թաքուն ենք պահում, երկես մառը։ Մի փոքր հանդարտեցնենք, որ հետո Վերջում կմփացնենք։ Այո, վերջում բոմբը հուսով եմ Այսօր մեկ երկ մենք Եկեք կհասցնենք։ ավելի լավ է հաշվարկենք այսպես մի րոպե։ Դրախտի ալվան ծաղիկ 2-ը հանեք, խնդրեմ, եւ դա անենք։ այո, որովհետեւ մենք գովազդ ենք վերջում։ 1 վայրկյան մենք հստակ չէ, 1 երկի ժամանակ ունենք իսկապես։ Դե պատասխանում ես։ Դե ուրեմն Ուրեմն վերջին այդ պաչյունավտանգ երգն եք հանում, բայց մի ինչ կերքեք, մենք ունենք քանի որ Պիտի ուրեմն երկենք այն երգը, որով պիտի մեր բոլոր մեր առհասարակ մեր ամբողջ կյանքի հանդիսատեսներին, մեր ժողովրդին, մեր մարդկությանը, մեր հարազատներին, ընտանիքներին եւ ձեզ հարգելիներս ասենք, որ ամենալավը դուք եք։ Աստված իմ այդ երգն ենք լսել։ Այո, կրկին անգամ հալվա բերում։ Ֆինալ։ Ես շոկի մեջ։ Շատ ուրախ էլի բարելու։ Ամենալավը դուք եք այս առավոտ, թույլ տվեք ձեր շնորհակալություն հայտնել հրաժեշտից առաջ, բնականաբար մաղթել նորանոր այսպես ժպիտներ, ներկայացումներ, ծափարություններ, ծաղկեպնջեր եւ շնորհավորել կրկին բազում բեմեր ու բազմաթիվ փառատոնների մասնակցություն։ Շնորհակալություն։ Առիթից օգտվելով ամսի 6-ին, ապրիլի 6-ին ուզում ենք հրավիրել մեր պրեմիերային, prime time-ին, որը տեղի կունենա Պարոնյան թատրոնում։ Շնորհակալ ենք ձեզ, այստեղ գրեցին բրավո Լուսին ջան, դա էիր ուզում իմացար։ Այո, դեր կգրեն, այո, շնորհակալ ենք ձեզ, ամենալավը նաեւ դուք եք սիրելի ռադիոլսողներ եւ մենք չենք դադարում անդադար դրա մասին ասել։ Սիրում ենք ձեզ շատ։ Երաժշտական առավոտին սպասեք։ Հաջորդ շաբաթին 30-ին իսկ 2 շաբթի առավոտյան սպասեք սուրճ ու սեր Անդրեյնի եթերից։ Կհանդիպենք։
սիրուտիկ քեզնից ոչ վիվու տեսնես հիմա դու որտեղ ես ուր ես ուր կյանքը երկար մի ճանապարհ եկել եմ ու անցել բայց որ ամենալավը դուք եք նոր են հասկացել ամենալավը դու ես ամենալավն ես դու կարոտել եմ արդեն քեզ ախ երբ եմ տեսնելու ամենալավը դու ես ամենալավն ես դու գուցե մի քիչ հեռու ես բայց հետ ես դառնալու գուցե մի քիչ հեռու ես բայց հետ ես դառնալու ամենալավը դուք եք դուք Եվ իդեմ շնորհավոր մեր գեղեցկուհիների մեկ ամսյակը սիրելիները Սիրուն աղջիկներն աշխարհում շատ են ու ամենում Բայց ես մենակ քեզ եմ սիրել եմ ուր ես ուր Այնքան ուրախ սիրո ժամեր եկել են ու անցել Բայց որ ամենալավը ես եմ նոր են հասկացել Ամենալավը ես եմ ամենալավը ես եմ կարոտել եմ արդեն քեզ ախ երբ եմ տեսնելու ամենալավը դու ես ամենալավն ես դու գուցե մի քիչ հեռու ես բայց հետ ես դառնալու գուցե մի քիչ հեռու ես բայց հետ ես դառնալու Մի րոպե ամենալավը ես եմ ամենալավը ես եմ Այ քեզ բան ամենալավը դուք եք ամենալավը Լուսինե և Տիգրանն են ամենալավը այստեղի բոլոր աշխատողներն են Բայց ամենակարևորը ամենալավը մենք ենք ամենալավն եք դու կարոտել եմ արդեն քեզ ախ երբ եմ տեսնելու ամենալավը դու ես ամենալավն ես դու գուցե մի քիչ հեռու ես բայց հետ ես դառնալու գուցե մի քիչ հեռու ես բայց հետ ես